Իմ մոտ այն տպավորությունն է, որ Հայաստանի իշխանությունների աշխարհագրական գիտելիքները, չեմ խոսում աշխարհաքաղաքական, իսպառ ցնդել են, ոդս են ցնդել կամ կարկանդակի եւ ուրեմն եգիպտացորենի հետ կերվել են։ Այն տպավորությունն է, որ Հայաստանից մի 100 մետր հարավ ոչ մի բան տեղի չի ունենում։ Որևէ արձագանք չկա, որևէ դիրքորոշում չկա։ Ես չգիտեմ արդյոք Հայաստանի իշխանությունները ինչ-որ ծրագրավորում իրականացրել են, եթե օրինակ սահմանը երկար ժամանակ փակ լինի, ինչ ազդեցություն դա կունենա մեր տնտեսության վրա, եթե հազարավոր փախստականներ Հայաստան գան, ինչ ազդեցություն դա կունենա Հայաստանի վրա։ Մարդիկ ամեն ինչ թողած իրենց վերընտրության հարցերով են զբաղվում։ Գոնե հեռագիրը ասենք հետո ասենք։ Նախ հեռագրի եւ մնացած հետ կապված առնվազն պետք է արձագանքել տասնյակ, եթե ոչ հարյուրավոր մարդիկ են զոհվել։ Եղբայրական բարեկամական Իրանի ժողովրդին պետք է նաև վերաբերմունք ցույց տալ եւ ցավակցություն հայտնել։ Այնտեղ մենք ունենք նաև հայկական համայնք, մեծ եւ ես չգիտեմ հայկական համայնքի հետ կապված այդ մարդկանց անվտանգության հետ կապված ինչ քայլեր են ձեռնարկել։ Ամեն դեպքում պետությունը եթե ունի նման ռեզերվային ծրագրեր, որոնք պետք է կյանքի կոչեն, երբ իրավիճակը ուղղակի ստանդարտից շեղվում է։ Պարոն Խաչատյան, բայց ձեր ասած ցավակցական հեռագիրը ընդհանուր առմամբ փղվել է, այսինքն անվտանգության խորհրդի նիստում այդ նախադասությունը կար, բայց այստեղ խոսքը հոգևոր առաջնորդի եւ կոնկրետ մյուս զինվորականների սպանության վերաբերյալ է, որ կոնկրետ հասցեական հեռագրեր են ստանում Իրանում տարբեր երկրներից, այդ թվում Ռուսաստան, Ադրբեջան։ Ես կրկնում եմ, պետք է կոնկրետ ցավակցություն հայտնել բարեկամ Իրան ժողովրդին։ Ոչ թե ինչ-որ մի բան անել, որ հետո ասեն այ տեսեք, այս էջի, ես ինչ տողի, ես ինձ բարի մեջ, sense մի հատ ցավակցական միտք կար, էլի խոսքը չի վերաբերվում Ուգանդային կամ Ռուանդային կամ Պալաուին, դա վերաբերվում է երկրին, որից մեր կախվածությունը բավականին առևտրատնտեսական եւ անվտանգային բավականին մեծ է, որը այս 35 տարիների պատերազմի ընթացքում մեզ համար եղել է ուղղակի փրկողակ արտաքին աշխարհին կապվելու համար։ Իսկ ձեր գնահատմամբ ինչու չկա։ Այ դա պետք է արդեն իրանց հարցնենք։ Այդ հարցի պատասխան Վահագն Ալեքսանյանն ասաց, որ ընդդիմությունը ուզում է պատերազմ, ուզում է Հայաստանի ներքաշի պատերազմի մեջ հազիվ խաղաղություն են հաստատել, ինչ են ուզում։ Ընդդիմությունը խաղաղություն է ուզում, պերաշկի կուկուռուզ իրանք են ուզում։ Իրանց ուզեցածը ընդհանրապես պերաշկին եւ կուկուռուզն է։ Ինչ նշանակում ընդդիմությունն ուզում է պատերազմ։ Այդ ընդդիմության ժամանակ պատերազմը բռնկվեց։ Հայաստանը, Արցախ Հայաստանը եւ վերջ, անվաղ դիրքի ազատագրում, տասնյակ մարտական խաչեր, պար, Տաշտամբլտուշիում, Շուշիում։ Օրինակ Ալեքսանյանը օրինակ է բերում։ Ես Ալեքսանյանին մեկնաբանելու որևէ ցանկություն չունեմ։ Ես Վահագն Ալեքսանյանին մեկնաբանելու բացառապես որևէ ցանկություն չունեմ։ Խնդիրը ուրիշ է, կներեք ժողովուրդ, 100-ը պատերազմը 116 տարի է տևել։ Նենց չի որ առավոտ անգլիացին ու ֆրանսիացիները վեր էին կանում, կռվում են, գիշերը գնում են քնելու։ Ցանկացած պատերազմ ունի հանդարտ վիճակ։ Հիմա մենք այդ հանդարտ վիճակում ենք գտնվում։ Պատերազմի ավարտի մեր տեսլականը այլ է, ասկան պետք է լինի մարտնչող կողմերի նվազագույն, լեգիտիմ շահերի պաշտպանություն, արժանապատիվ խաղաղություն, այլ ոչ թե իրանց նման կապիտուլյացիա։ Հայաստանը այս իշխանությունը ոչ մի բան չի։ Խնդիրը ես կրկնում եմ, դու պետք է ունենաս ռեզերվային պլանավորում։ Հիմա պատկերացրեք վաղը 50,000, 100,000 հոգի Իրանից գալիս է Հայաստան։ Ունեն իրանք կարողություն, ծրագիր ունեն պաշտպանելու։ Ասում են պատրաստ են, պարոն Խաչատյան, չէ՞ Ոնց են պատրաստ, որ արցախցիներն եկան պատրաստներին, թե միջազգային օգնությունը չլիներ, չէր լինի։ Ինչով է պատրաստ։ Այնտեղ հայեր կան, տարհանման ծրագիր ունեն, թե իր պատասխանատվությունը մենակ էս Արաքսի ափով վերջանում է։ Վարչապետը ընտրվել, գնացել էր Իրան, ընդունել էին Իրանը Արարատ մարզամշակութային միությունը, բայց այդ մարդկանց պետք է ասենց ձեռքերը լվա մի կողմ անցնի։